Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Տերի Մինասյանի հետ։ Ողջույն Տիկին Մինասյան, շնորհակալություն միանալու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Տիկին Մինասյան, ձեր հանրային դիրքորոշումը հենց ձեր նաև ձեր քաղաքական թիմի, այնինչ կատարվում է քաղաքական իշխանություն եւ հոգեվոր դասի վերնախավի միջև պարզ է։ Հարցը ուրիշ տեղից կանք էլի։ Կա այս գործընթացում ինչ որ մի բան, որի մասին մենք դեռ չգիտենք։ Հետաքրքիր հարցադրումներ էր անում համենայն դեպս ես կարծում գործընթացներին հետևելով քաղաքացիները արդեն իսկ պատկերացնում են ինչի մասին է խոսքը եւ ինչ է ակնկալում քաղաքական իշխանությունը համենայն դեպս մենք բարձ թափանցիկ ենք մեր մտայնությունների մեջ եւ մտահոգություններն ենք թափանցիկ բարձրացնում եւ ցանկությունները եւ մեխանիզմներն ենք առաջարկում ինչ մեխանիզմներով կարող ենք հանգուցալուծել այս իրավիճակը եւ կարծում ենք որ այսպիսի լայն քննարկումների արդյունքում իրականությունը ավելի մոտ է երևում եւ տեսնում ենք, որ նաեւ քաղաքացիները ըմ, ա- ա- հեռու չեն մնում այս գործընթացից եւ ինքնուրույն իրենց մասնակցության ցանկություններն են հայտնում։ Հմ։ Վարչապետը ասում է, որ համակարգող խումբ ձևավորվի, որպես ես հարցը լուծվի, այսինքն իր կասկածներից եւ այլնից անդին անցավ վարչապետը հիմա կոնկրետ գործիք է առաջարկում միջոց, թե ինչպես լուծել այդ հարցը, իր բարերով ասած ազատել Բեհարանը եւ կաթողիկոսական նոր ընտրություն անել։ Այնտեղ ներկայացրել էր մի քանի պահանջներ, որ այդ համակարգող խմբի ներկայացուցիչները պիտի ունենան, իդեպ կարող են բոլորը ունենալ, եթե մեզ լսողներից հետաքրքրված են, կարող են դիմել եւ լինել խմբում։ Վարչապետը ասում է աղոթք են անում, Աստվածաշունչն են գոնե կարդացել, մեծ պահք են պահել, համարում են մեր միակ Տիրոջը կենթանի Հիսուս Քրիստոսն է եւ այլն, հա, այսպիսի բաներ է ասում։ Օրինակ, երբ որ ես այդ կարդացի, մտածեցի, դուք տեսնում եք այդ համակարգող խմբում, օրինակ Գյումրու քաղաքապետին։ Դե ես իրականում այդ մասին ուզում էի խոսել, որ մեր կեղծ բարեպաշտության եւ կեղծ արժեքների ներքո շատերը մի օր հանցագործություն են անում, հաջորդ օրը եկեղեցի են կառուցում, որպեսզի ապաշխարեն, բայց որը իրականում քրիստոնեական արժեքների դրամաբանության մեջ է, բայց երբ որ դու եկեղեցու կառուցելուց հետո էլ շարունակում ես մարդ սպանել, հանցագործություն գործել, գողանալ, թալանել, դրանից հետո նորից եկեղեցի կառուցել եւ լինել տենց սրբադասված մեկը եւ ասել, որ դու շատ լուրջ հավատացյալ ես, զուգահեռաբար օրինակ եկեղեցու պատերի ներսում, որտեղ հոգևոր արժեքներից պետք է խոսեն, իրականացնես քաղաքական քարոզ, ես կարծում եմ հենց այս ամեն ինչը ջարդելու մասին է այս երկխոսությունը հասարակության հետ, որովհետև մենք շատ տարիներ շարունակ կոմֆորտ զոնայում ենք ապրել, ասելով, որ մենք այ առաջի քրիստոնյա ազգն ենք, բայց չունենալով եւ չտիրապետելով այդ քրիստոնեական արժեքների շատ խորքային դիրքերից չնայելով եւ նաեւ շատ դեպքերում քաղաքական արժեքներում քաղաքական խոսույթի մեջ օգտագործելով անընդհատ Աստծո անունը կամ փորձելով շահարկել սրբություններ իրականում չունենալով ներքուստ չունենալով այդ արժեքները Եվ Գյումրու քաղաքապետը հենց իմ ասածի վառ օրինակն է, որ մարդը շարունակ անընդհատ այնպիսի արտահայտություններ անում, որոնք դեմ են քրիստոնեական արժեքներին, բայց շարունակում է իրեն դիրքավորել որպես վառ հավատացյալ։ Եվ իրականում այս խոսակցության ընթացքում շատ լայն շերտեր են բացվել, ես չգիտեմ էլ ինչքան բացահայտումներ կլինեն, բայց համենայն դեպս մենք տեսանք, որ այն եկեղեցականները, որոնք որ իրենց խոսք սկսեցին արտաբերել եւ դիմադրել այս իրականությանը, այդ կեղծ արժեքների եւ կեղծ բարեպաշտության շրջանակում են գտնվում չնայած նրանց քաղաքական հայացքներին, ես քաղաքական հայացքները արդեն չեմ քննարկում, որովհետև այստեղ խոսքը հենց եկեղեցու ներսում գտնվող սպասավորի եւ այն անհատի մեջ է, որը որ պետք է ապահովի Աստծո եւ ժողովրդի միջև կապը, որը տեսնում ենք, որ շատերի դեպքում ընդհանրապես միջնադարյան արժեքներին համարժեք է ոչ թե աշխարհիկ երկրում գտնվող եկեղեցու կանոնակարգերին։ Այս հարցը ուղղակի չեմ կարող չտալ, որովհետև այս հարցը եւս շրջանառվում է։ Ինչու եք մտնում ուրիշի անկողին, եւ սա արդեն ՔՊ-ի կողմից առաջին դեպքը չէ, ասում են ձեզ մոտ սովորություն է դառնում։ Հիշում են օրինակ նույն Աղազարյանի ինտիմ հաղորդագրությունները դրել վարչությունում կարդացել եք։ Նախ շեշտենք, որ ստեղ անկողին մտնելու հարց չկա ու Աղազարյանի դեպքը դա
պետության անվտանգության սպառնացող ինֆորմացիայի արտահոսքներ նախ եւ առաջ, իսկ հետագայում բարեվարկության կանոնները խախտել որպես падգամավոր ու դա ընդհանրապես կապ չուներ անկողնու հետ։ Ես ընդհանրապես չեմ սիրում քննարկել այդ տեսակ թեմաներ, եւ ես հավաստիացնում եմ, որ ոչ մեկի անկողինը չի քննարկվում։ Իսկ ինչ վերաբերվում է այս պարագային, ստեղ անկողնու հարցը չի, անձերը չեն, թե ով ում հետ ինչպես եւ ոնց թե որտեղ, այլ հարցն անում է, որ քահանաները, որոնք որ ուխտ են տվել, որ պետք է լինեն կուսակրոն, այլևս այդ դիրքից հանդես չեն կարողանում գալ, որտեվ ամբողջ հանրությունը տեսնում է, ամբողջ խնդիրը գիտեք ինչումն է, որ մեր եկեղեցականներին թվում է, որ նրանք սքեմ են հագնում, դա անտեսանելի մի անձրևանոցի նման մի բան է, որ տենց հակ կրում ես եւ ժողովուրդը մոռանում է կամ չի տեսնում այն իրականությունը, ինչի հետ ամեն օր է բախվում։ Շատ եկեղեցականներ կան, որոնց հետ դու խոսելիս հոգու հանգստություն ես ապրում եւ իրականում ես մեր հույսը եւ ամբողջ նվիրումը նրան է միտված, որ պաշտպանենք այս եկեղեցականներին, որտեղ կարծում եմ այդտեղ մի քիչ ավելի բրգաձև համակարգ է եւ մարդիկ վախենում են իրենց սեփական կարծիքը արտահայտել։ Իսկ մյուս եկեղեցականները, որոնք հիմնականում արտահայտվում են ընդհանրապես որոշ արժեքի, քրիստոնեական արժեքների եւ նաեւ պետականության տեսանկյունից համարժեք դիրքավորում չեն կարող ունենալ։ Օրինակ, չեմ պատկերացնում, որ քրիստոնեության մեջ կարող է քաղաքական հայացքներից ելնելով մարդուն չթողնել եկեղեցի մտնել, չթողնել հավատացյալ լինել, չօրհնել, չգիտեմ, երբ օրինակ վարչապետին օրհնեց վարչապետի քաղաքականությունը խաղաղությանը միտված օրհնեց մի քահանա եվրոպական երկրներից մեկում, ես հիշում եմ ինչպիսի ատելության խոսքի եւ հակազդեցության նա հանդես եկավ այս ստեղի եկեղեցականների կողմից։ Իսկ կարծում եմ եկեղեցին հենց ներսից ինքնամաքրման կարիք ունի, որպեսզի մեր հանրությունը իր հավատքի շուրջ ավելի լայն համախոհություն եւ ավելի լայն համախմբում ունենա։ Եվ դա նաև պետությանը զորեղացնելու եւ ուժեղացնելու լայն գործիք է։ Այս գործընթացը դեպի դրականն ուղղված քաղաքականությունն է։ Մենք չենք ուզում շատ են շեշտում իբր պարակտումներ եք մտցնում, պարապտումներ ենք մտցնում, ես չգիտեմ ոնց է ստացվում, որ եկեղեցականների այդ վերնախավի շուրջը միայն հավաքվում են ընդդիմադիր ամենակեղտոտ բառամթերքով եւ ամենասուր արտահայտչամիջոցներով քաղաքական գործիչները այսօր էլ տեսակ որոշել են գնան վեհապարին դիմավորեն ի աջակցություն նրա ու այն քաղաքական ուժերը, որոնք որ ամբողջապես հասարակության կողմից մերժված են։ Ամբողջ հարցը դրանում է, որ պարակտում չի, այստեղ հստակ ներկապնակը պարզ է դառնում հասարակության համար։ Վարչապետը կասկած հայտնեց կուսակրոնության ուխտի խախտման, այն դրժելու վերաբերյալ դուք որպես քաղաքական թիմի ներկայացուցիչներ պաշտպանում եք այդ կասկածի կյանքի իրավունքը։ Մենք կարող ենք կասկած ունենալ, որ դա կարող պարզապես, այսպես ասենք, առիթ կամ հնարավորություն է ազդելու, որպեսզի եկեղեցու վերնախավը ապագա ընտրություններում չգործի քայնացվի օրինակ արտաքին ուժերի կողմից, այս դեպքում Ռուսաստանի, հա, զրկելու Ռուսաստանին իր գործակալական կամ ազդեցության լծակներից մեկից, այս դեպքում եկեղեցու վերնախավից։ Իրականում պատճառները բազմաշերտ կարող են լինել։ Մենք տեսել ենք տարիներ շարունակ, որ եկեղեցու վերնախավը իրեն դիրքավորել է որպես ընդդիմադիր ուժ եւ ավելին քաղաքականության մեջ է մտել եւ դարձել քաղաքական սուբյեկտ եւ այո նրանց նարատիվները շատ դեպքերում համապատասխանում են ընդդիմության արդեն խորհրդանական ընդդիմության եւ այլ սատելիտների նարատիվների հետ եւ քայլերի հաջորդականությունն էլ բերում է նրան, որ նրանք ավելի շատ հակված են երևի թե ռուսական կենտրոնի ուղղվածության քաղաքականությանը Հայաստանում, որովհետև բարբերաբար շեշտել, որ նույն, չգիտեմ, Շիրակի թեմի առաջնորդը Բագրատ Գալստանյանն ընդհանրապես ինչ որ այլ երկրների, օտար երկրների ուժային կենտրոնների կողմից բարբերաբար ինչ որ ազդեցությունների տակ գտնվող անձ է եւ խոսում է դրա մասին, որ նրան բարբերաբար ինչ որ բաներ են զգուշացնում, ամենայն դեպս նրանք չեն հերքում այդ ամենը։ Բայց ես այստեղ կուզեմ շեշտադրումը չգնանք տարբեր շերտեր կարող են բացվել, բայց շեշտադրումը հենց նրա մասին է, որ եթե դուք աշխարհիկ իշխանությանը բարբերաբար մեղադրում եք
որոշակի գործողությունների մեջ, որ քաղաքական պատասխանատվության ներքո է եւ քաղաքական պատասխանատվություն կրում է իշխանությունը, հենց քաղաքական իշխանությունը, ապա պատրաստ եղեք ձեր կանոնադրության ներսում ձեր կանոնակարգերին համապատասխանելուց զատ, եթե դուք չեք համապատասխանում այդ կանոնակարգերին, դուք էլ պատասխանություն կրեք ձեր արած քայլերի եւ չարած քայլերի համար։ Վարչապետը շատ հավատացյալ մարդ է եւ ես տեսնում եմ, որ նա իրապես եւ շատ խորը հավատացյալներ իրապես խնդիր են տեսնում նրա մեջ, որ մարդիկ ուխտը խախտել են։ Այստեղ հարցը հենց բառը չի կուսակրոնություն, այլ են կանոնակարգը եւ այն հավատքի շուրջ ձևավորված երևի դոգմաներն են, որոնց խախտումը հավատացյալների մոտ առաջացնում է զայրույթ։ Դուք Բագրատ Դաղստանյանին հիշեցիք, ինչ որ աշխարհակաղակական տարբեր կենտրոններից, որ իրեն տեղեկություններ են փոխանցում եւ այլն, նաեւ ինքն էլ դրանից ելնելով փորձում է Հայաստանում իշխանություն տապալել։ Եվ ձեր նաեւ թիմակիցներն են ասում, թող այդ մարդը կանգնի, ասի, թե ինչ կենտրոններ չի ասելու, որտեղ են Հայաստանի իրավապահ մարմինները, որովհետև այս շատ նմանվում է ավելի շատ քարոզչության, զրպարտության, անպատասխանատվության, որովհետև եթե կա իրապես նման խնդիր, որը բարձրաձայնել է Գալստանյանը, ասել է, հա, մարդը ուղիղ բառացի եւ ոչ մի անգամ, ապա ինչու այդ մարդով օրինակ իրավապահ համակարգը չի զբաղվում։ Ես տակ մենակ մի բան կարող եմ ասել, որ պետք է զբաղվի, բայց իմ գործը չի դա եւ ես հորդորում եմ իրապահ մարմիններին հետեւողական լինել Բագրատ Գալստյանյանի եւ օտարերկրյա ուժերի միջև կապերին, բայց դա մեր խնդիրը չի, մեր խնդիրը դա քաղաքական գնահատական տալն է։ Նա հստակ բարերով շեշտում է, որ օտարերկրյա ուժային կենտրոններից շեշտում եմ, չի ասում, արի կարող է, չգիտեմ, քաղաքական տերմինոլոգիային չտիրապետում, չի պատկերացնում ուժային կենտրոնը որը կարող է լինել, բայց նրան հորդորում են, ասում են, եթե դուք իշխանափոխություն չանեք ձեր երկրում, ձեր երկիրը դառնալու է ինչ-որ թմրամոլության կենտրոն, դառնալու է LGBT համայնքի կենտրոն եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ նման նարատիվներ այստեղ քաղաքական տեխնոլոգիան պետք է քաղաքացիներին լավ մանրամասն բացատրել։ Նման նարատիվներ տանում է հիմնականում մի երկիր, եթե ուզում է պարբերաբար այդ հասարակության մեջ սերմանել, որ ձեր ազգային արժեքները խեղվում են, դուք գնում եք Եվրոպա, ձեզ տեղ LGBT համայնքն է տարածված, չգիտեմ, ինչ որ sense Սոդոմ Գոմորական ինչ որ բաներ են խոսում, որը ընդհանրապես իրականության չի անպատասխանում, եւ այդ նարատիվներով է խոսում Բագրատ Գալստյանյանը։ Այստեղ հարց է ծագում, ովքեր են այդ ուժային կենտրոնները եւ արդյոք ուժային կենտրոնները հորդորում են եկեղեցականին, եկեղեցու մեջ գտնվող անձին, որպեսի Հայաստանի Հանրապետությունում իշխանափոխություն կատարի։ Արդյոք այդ ուժային կենտրոնների ազդեցության տակ են գտնվում ոչ միայն Բագրատ Գալստյանյանը, այլ նաև այլ եկեղեցականներ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք ակնկալում ենք եկեղեցականներից։ Բայց ես չեմ խորհրդի վարանել, որ ամեն աստծոր մի եկեղեցական տեղից վեր է կենում եւ ավելի մեծ սնդաբանություն է գրառում է անում, հացազրույց է տալիս, մեկն էլ վերջերս ասել էր, որ ահաբեկչություն է պատրաստվում իշխանությունների կողմից, ու ամենակարևորը, ես ապշում եմ, որ ես կարծում եմ, որ պետք է այդ քրիստոնեության տրամաբանության մեջ պետք է քահանան եկեղեցու սպասավորը, Աստծո որդին պետք է մի քիչ ավելի համեստ բառամթերք ունենա։ Մեկը իրան իշխանիկ է համարում եկեղեցու, մյուսը իրան համարում է ազգընտիր, երբ եկեղեցականներին, որ ժողովուրդը չի ընտրում ու իրանց խոսքի մեջ իրանք շեշտում են կաթողիկոսին, որ նա ազգընտիր է։ Ես այդ պահը չեմ հասկանում, ինչպես կանոնակարգավորվել ժողովուրդը ոչ մի գործընթաց չունի դրա մեջ, բայց պետք է ունենա։ Մյուսը խոսքի մեջ շեշտում է, որ մենք բան ենք եկեղեցու դեմ ենք դուրս եկել։ Ախր դուք ձեր անձը ո՞նց եք նույնականացնում 1700-ամյա պատմություն ունեցող հայ առաքելական եկեղեցու հետ։ Հենց այդ ամբողջ միջնադարյան մտածելակերպն է երևի մարդկանց մեջ, որ չի թողնում նրանց տեսնել իրական խնդիրները եւ վերջապես ապաշխարել։ Ձեր նախորդ ակնարկը Ռուսաստանին էր, չէ՞ վերաբերում։ Դե նարատիվների նմանությունը ես կարծում եմ մի քիչ քաղաքականացված մարդիկ պարբերաբար կլսեն նաև Ռուսաստանի Դաշնության տարբեր բլոգերների եւ մեդիաների կողմից։ Ես զուտ
նմանությունն եմ արձանագրում, ես չեմ կարող նման պնդումներ անել, ես կարող եմ զուտ ասել, որ նույն թեզերը տարածվում են այս մարդկանց կողմից, հիմա էլ մեր հարգելի եկեղեցականներն են իրենց ձեռքը վերցրել այդ թեզերի տարածումը Հայաստանի Հանրապետությունում։ Հայակվեն հայտարարություն տարածեց, ասաց, որ վարչապետի գործողությունները կանեն, միտված են քաղաքացիական բախումներ հրահրելուն եւ դրան զուգահեռ հիշեցին, որ Ադրբեջանը զինվում է եւ հետեւություն արեցին, որ սրանով դուք նախապատրաստում եք Հայաստան արտաքին ինտերվենցիա։ Էլ ինչ կարող ես ասել։ Ամբողջ խնդիրն անում է, որ նմանատիպ հայտարարություններին որոշ զանգված կա, որ դուրք է տալիս, որտեղ նրանց մեջ այնքան է ներարկված այդ հակաթուրքականության գույնը, որ այլևս որևիցե հարց ներքին քաղաքական կամ ներքին ներհայաստանյան քննարկվող նրանք ցենց դամոկլյան սրի պես կախում են հակաթուրքականության մի որոցե էլեմենտ դրա մեջ եւ հայ հասարակության հույզերի հետ են խաղում։ Ես մեկ անգամ ասել եմ, մենք երևի այստեղ մեր պետությունում, չգիտեմ, ինչից խոսենք, ասֆալտից խոսենք, գազից խոսենք, նավթից խոսենք, բենզինից խոսենք, օդի աղտոտվածությունից խոսենք, ամեն ինչը նրանք կապելու են երևի ադրբեջանական որևիցե տեղում որևիցե արած հայտարարությունների հետ։ Ադրբեջանը զինվում է, Հայաստանն էլ է զինվում, դա մեկ փաստ։ Երկրորդը շեշտեցիք, որ հայակվեն ինչ որ գործողություններ են անելու իշխանությունների դեմ 7 տարի է անում են եւ դրանից խնդիրները չեն լուծվում եւ ինչ վերաբերվում է քաղաքացիական բախումներին դա ամենամեծ ստորությունն է եւ կեղծիքն է հասկանում եք նրանց այն ժողովուրդը, որ նրանց շուրջն է ձևավորվել այս տարիների ընթացքում, նրանց ուղեղը մտցրել են, որ Նիկոլ Փաշինյանը օրինակ մարտի 1-ի բախումներում որևիցե դերակատարում է ունեցել։ Այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանն է միակ պատասխանատու մարտի 1-ի զոհերի։ Նրանց ուղեղի մեջ մտցրել են, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է պարակտել հանրությանը։ Այն դեպքում, երբ այս նախաձեռնությունը եւ այս հասարակական խոսույթը եւ նաեւ այս թեման միտված է ժողովրդին համախմբել, հավատացյալ ժողովրդին հավատավար հոտին համախմբել եկեղեցու շուրջ եւ տալ այն ախր հավատացյալներն տեսել են ու գիտեն, այս ամեն ինչը բան չի, կոծկած աչքերով չենք մենք ապրում այս երկրում, տեսնում են, չէ, ինչ է կատարվում եկեղեցիներում եւ այդ ամեն ինչը մաքրելու համար եւ իրականությունը պարզերես արտահայտելու համար իհարկե սենց դիմադրության պետք է արժանանանք եւ ամեն հնարավոր թեզ կօգտագործեն, որպեսզի չխոսեն իրական խնդիրներից։ Իրական խնդիրները ունենք հարցեր, տվել ենք, բարձրաձայնել ենք այդ հարցերը, պատասխանեք այդ հարցերին։ Բազմաթիվ նկարներ հրապարակվեցին, թե ինչպիսի վիճակում են գտնվում որոշ եկեղեցիներ, ելի եմ շեշտում որոշ, որտեղ շատ եկեղեցիներ կան, որոնք որ շատ բարեկարգ եւ իրապես հավատքի տեղին եւ Աստծո տանը նմանվող կառույցներ են։ Իսկ այդ ամեն ինչին արձագանք հնչեց։ Ոչ, բնականաբար խոսելու են Ադրբեջանից, Թուրքիայից, հեսա, չգիտեմ, կգնան կհասնեն այլ աշխարհակահաղական կենտրոններ, բայց երբևիցե չեն խոսա ներքին խնդիրներից։ Այս թեմայով եւս մեկ հարց։ Վարչապետի ունեցած կաթողիկոսի ուխտադրժության փաստին դուք ծանոթ եք։ Դե հասարակությունը ծանոթ, ես կարծում եմ 2015 թվականից դեռևս հրապարակվել է այդ փաստերը, բոլորս մի փոքր երկրում ենք ապրում, ես մանավանդ փոքր քաղաքում, բոլորս գիտենք ամեն ինչ, ծանոթ ենք մարդկանց, գիտենք ով այդ ամեն ինչն թեմա է, որ մեր խնդիրը փաստը չի, մեր խնդիրը այն է, որ մենք հարցը հնչեցրել ենք եւ պատասխան չի ընչել ոչ մի կողմից կամ հերքում չի ընչել։ Տարիներ առաջ Սահմանադրական դատարանի հետ կապված էր, որ խնդիր էր առաջացել մասնավորապես Հրայր Թովմասյանի, վարչապետը մարզից վերադառնում էր մայրաքաղաք եւ ասաց, որ հասնելուն պես հրապարակելու է կաշառքի վերաբերյալ փաստ եւ հրապարակեց մի գրիչ, լուսանկար մի գրիչի, որը իհարկե այդպես խոհափիլիսոփական մեկնաբանությամբ էր ուղեկցել, վերաբերում էր Հրայր Թովմասյանին, ու շատերը տարակուսել էին, էլի, թե այդ ինչ էր։ Կարող է այդ Եկեք շարքերից մարդուն, եկեք մարդուն ծնված Հայաստանի Հանրապետությունում ապրող, քայլող, աշխատող չհամեմատենք գրիչի հետ, մարդը գոյություն ունի եւ բոլորը գիտեն դրա մասին, բայց ես նորից կրկնեմ, մի
հորդորում եմ այն մարդկանց, ովքեր որ նմանատիպ թեմաներով շեղում են իրականությունը, չշեղվել հարցից։ Հարցը հնչեցված է, արդյոք Գարեգին բն ունի զավակ։ Եթե չունի, թողասի չունի։ Եթե ունի, թողասի ունի եւ բնականաբար հեռանա վեհարանից։ Լավ, Ամեն ինչ շատ բարձ է, ոչ մի այլ կոնսպիրոլոգիկ թեմաներ պետք չէ այս ամեն ինչի տակ մանգալ, թե որտեղից է տվյալները, ինչպես, որտեղից մենք այս երկրում ենք ապրում։ Դառնանք իրական խնդիրներին, ինչպես դուք եք ասում, impeachment-ի գործընթաց, Մասիսի համայնքապետ, տեխնազում եւ պատիվ ունեմ խմբակցություն, Հայաստան դաշինքը ապահովում է ձայները ու նման բաներ։ Այս գործընթացը ի սկզբանե կարծում եք, որ արդյունավետության տեսանկյունից մոտ է 0-ին։ Չեմ կարծում վստահ եմ, արդեն որորդ անգամն եմ վստահ։ Ուրեմն այդ ընդդումները Իրար մաշեցնելու գործընթաց են սկսել, բայց թող փորձեն, չգիտեմ։ Ուրեմն ճիշտ է պնդումները, որ Քոչարյանը եւ Սարգսյանը ամեն ինչ անում են Փաշինյանին պահելու համար։ Եկեք մի քանի անգամ այս մասին խոսել ենք, հիմա նորից ամեն ինչը դարակներով դասավորենք։ Առաջինը, որ Հայաստան դաշինքը այսօր հայտարարեց, որ կստորագրեն այն դեպքում, կարծեմ Գյուրեղյանն էր, որ հարցը զրույց էր տալիս, ասաց կստորագրենք այն դեպքում, երբ անցամբ նախաձեռնողները մոտենան իրենց ստորագրություններ խնդրել։ Այստեղ էլ կա հակասություն, էլի, այդքան པարզ չի ամեն ինչ։ Բայց այս ամենը զուտ իրար դեմ դուրս եկած եւ ընդհանրապես քաղաքացիական պայմանագրին չուղված երևույթ է։ Ես չեմ կարծում, որ սույն անձը, որին առաջադրել են, ընդհանրապես քաղաքականության, աշխարհաքաղաքական հարցերի եւ վարչապետի տեխնացության համար ինքն իրեն է անգամ պատկերացնում, որ մնաց մի հատ էլ այլ քաղաքական ուժեր միանան սրան։ Առաջինը, որ պատիվ ունեմ է, փորձում է այս կերպ ցույց տալ, թե նրանցից ով է ավելի ընդդիմադիր եւ ասել, որ տեսեք, Քոչարյանի խմբակցությունը մերժեց։ Երկրորդ փաստը այն է, որ երկու այսպես կոչեցյալ ընդդիմադիր падգամավորները չեն միանալու այս գործարքին, հետևաբար չի կարող Դավիթ Համբարձումյան, ճիշտ եմ ասում անհասկանում, Դավիթ Համբարձումյանը գալ ազգային ժողով եւ չենք բնականաբար քաղաքացիական պայմանագիրն էլ այդ հաճույքը նրան չի պարգևելու, բայց ես իրականում զարմացած եմ այդ մասի քաղաքապետի վրա։ Ախր գոնե այն մասշտաբներում, այսինքն Մասիսում, որտեղ դու քաղաքապետ թե քաղաքապետ ես, ինչ որ մի վարկանիշ ունես, չգիտեմ, երևի ունես, էլի որ ընտրվել ես քաղաքապետ։ Ոնց կարող ես քո քաղաքական կապիտալը դնել սենց զոհասեղանին։ Ինչն է քեզ ստիպել, որ քեզ սենց օգտագործեն, ու իրան օգտագործում են, ու բոլորը գիտեն դրա մասին, որ նրան օգտագործում են։ Սերժ Սարգսյանը ասաց, որ նա պայքարելու է միջև վերջ, պայքարը մղելու եւ իրենք ուղեկցելու են այդ պայքարը փողոցային պայքարով։ Հերթական փողոցային պայքարը հերթական անգամ քաղաքացիներին մոլորեցնել է, հերթական անգամ հանել փողոց մարդկանց հետո հիասթափեցնել, եւս մի ատելության խոսքի պարուրված մի հատ շրջափուլ կունենանք, երևի դա կլինի արդեն աշնանային սրացումների ժամանակ, մենք ամեն տարի տենց մոդայի ռեժիմներով ունենք այդ սրացումները, եւ իհարկե անարդյունք են բոլոր այդ պայքարները, ես հորդորում եմ քաղաքական ուժերին իրենց ամբողջ ներուժը դնեն եւ պատրաստեն 26 թվականի ընտրություններին, որովհետեւ ժամանակ այդքան էլ շատ չի մնացել, իսկ փողոցային պայքարները միայն մաշեցնում են նրանց, բայց նրանց գործն է, ես չեմ ուզում այս մասով խառնվել, որովհետև կարծում եմ, որ ընդհանրապես քաղաքացիական պայմանագրի դեմ ուղված քայլեր չեն սրանք, սրանք իրար դեմ են, փորձում են ավելի շատ կոնսոլիդացնել իրենց աջակիցներին, հետագայում արդեն ընտրությունների ժամանակ միավորվել ավելի շատ քաղաքական ձայներ ստացած քաղաքական ուժի շուրջը։ Մենք ստեղ ոչ մի անելիք չունենք, բայց ես տեսնում եմ նաև, որ մենք ունենք մեր օրակարգը, մեր քաղաքացիների հետ մեր շփումները դա ցույց է տալիս։ Մենք փորձում ենք ցույց տալ, թե այս տարիների ընթացքում ինչ փոփոխություններ են տեղի ունեցել, սկսած արժեբանական փոփոխություններից, որ հիմա ավելի սուր է քննարկվում, վերջացրած այն իրողություններով, որ տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Իսկ նրանք մշտապես մնալու են այդ ճղճիմ խոսույթի ներքո, քննարկվելու է միայն այդ ազգադավ թուրք դավաճան խոսույթը, ամեն անպատե ու անպատե պահի հիշում են սխալ թվով արտաբերած զոհերի քանակը, ուրիշ խոսելիք չունեն, ասելիք չունեն եւ ամենակարևորը նպատակ
նպատակ չկա։ Այս մարդկանց նպատակը միայն իշխանափոխությունն է, ոչ թե պետությունը ավելի բարեկարգ ու ավելի լավը դարձնելը, կամ քաղաքացիների մասին մտածելը, կամ ժողովրդի հարցերը լուծելը։ Իրականում այս ամեն ինչը պատտվում է միայն իշխանության աթոռի շուրջ։ Ժողովուրդը երկրի փրկությունը տեսնում է Ռոբերտ Քոչարյանի մեջ, նրա վարկանիշը պատճել է Գառնիկ Դանիելյանն է։ Իրականությունից կտրված ը, մեր հարգելի գործընկերը ես ցավում եմ նրա համար, որտեղ ես կարծում եմ Գառնիկ Դանիելյանը այն միակ անկեղծ քաղաքական գործիչներից է, որ միջև վերջ հավատարիմ է մնալու եւ հավատալու է այն իրականությանը, որի մեջ այն պղպջակի մեջ, որը նա ապրում է։ Ը, Ես կարծում եմ, որ չկա Հայաստանի Հանրապետությունում մի մարդ, որը կարող է հասնել այն ատելության լեվելին, որը ունի Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի Հանրապետություն քաղաքացիների կողմից։ Չկա տենց մարդ։ Այն այդ ատելությունը, որ նրա նկատմամբ հրաժարված եւ նրա շուրջը կա, ես չեմ տեսել որևիցե այլ քաղաքական գործչի կամ որևիցե մարդու կողմ ուղված այդ աստիճանի ատելություն։ Եվ դա հիմնազուրկ չի իհարկե, էլի նրան ոչ մեկ սիսարկել այդպեսին։ Նրա արարքներն ու քաղաքականությունն են բերել այդ հետևանքի։ Սերյան Օհանյան, Արթուր Մինասյան, քրեական դատապնդում է հարուցվել, գլխավոր դատախազը միջնորդագիր է ուղարկել ազգային ժողով եւ այլն։ Երկուսն էլ հայտարարությամբ հանդես եկան, Արթուր Մինասյանը ասաց, որ սա արվում է նաև ուշադրությունը ժողովրդի շեղելու եւ այլն, Սերյան Օհանյանը ասաց, որ հա, նաև Մինասյանը ասաց, որ իշխանությունը զգում է իշխանության կորցնելու վտանգները, հետեւաբար դրա համար են անում։ Սերյան Օհանյանը ասաց, որ Բաքվում եւ Երևանում տեղի ունեցող այս գործընթացները նկատի ունեն տեղի դատավարությունը եւ իր նկատմամբ քրեական հետապնդումը, նշեց, որ այսպես ասած միևնույն շոուի մասը են։ Դուք պատկերացնում եք ինչ աստիճանի մարդ պետք է ը, երևի ճիշտ բառ օգտագործեմ սրբություն չունենա, որ Բաքվում ապօրինի դատավարության եւ կեղծ շինծու դատավարությունը համատի Հայաստանի Հանրապետությունում կաշառքի գծով, ինչ որ չգիտեմ, հողեր Իրանով անելու գծով գործերի շուրջ։ Ոնց կարող ես դա դնել մեկ նժարի վրա ընդհանրապես կամ ընդհանրապես համեմատել մեկը մյուսի հետ, կամ դու այդպիսի տենց մեծ չգիտեմ ինչ քաղաքական գործիչ ես, որ մի հատ էլ քեզ ստեղ քաղաքական հետապնդման ենթարկեն։ Նույն թեման, որ ասացի եկեղեցականների մասին, որոշ եկեղեցականների, որ այդ սքեմը ներստվում է անտեսանելի հագուստ է։ Նույն բանը կարծում եմ այս քաղաքական գործիչները ունեն եւ չեն հասկանում, որ մենք տարիներ շարունակ ապրել ենք մի միջավայրում, որ անընդմեջ բախվել ենք այն իրականությանը, որի հետ հիմա փորձում ենք որը փորձում ենք հիմա լուծել։ Նրանք չեն հասկանում, որ մեր քաղաքացիների 60%-ը երևի որ այժմ հիասթափված է բոլոր քաղաքական ուժերից, այդ հիասթափությունը գալիս է նրանից, որ նրանք դեռևս ազատության մեջ են։ Այդ հիասթափությունը գալիս է նրանից, որ նրանք դեռևս չեն պատասխան տվել այն իրականության համար, որ ստեղծել են այս տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում։ Գալիս է նրանից, որ այդ քաղաքացիները տեսել են այն դեղյակները, որի մեջ ապրում է Սերյան Օհանյանը, տեսել են այն հողատարածքները, որը պատկանում է Սերյան Օհանյանին կամ իր քաղաքական գործընկերներին։ Այդ ամեն ինչը մեր աչքերի առաջ է եղել եւ հերիք է թոս փչեք քաղաքացիների աչքերին։ Մենք կույր չենք եւ կարճ հիշողություն չունենք։ Եվ դուք էլ անտեսանելի վերարկուով չեք պատտվում մեր հասարակության մեջ։ Եվ վերջում երկու կարճ հարց, մամուլը այսօր գրել էր, որ ՔՊ-ում առնետավազք է սկսվել։ ԿՊ-ն ավելի կուռ եւ ամուր երևի թե եղել է 1-21 թվականի ընտրություններից առաջ, երբ մենք տեսնում ենք, որ կա հիբրիդային պատերազմ, կա հստակ միտված քաղաքականություն, Հայաստանի Հանրապետությունը շեղել այն քաղաքական ուղուց, որը հիմա կա, խաղաղությունից շեղել, պետականությունը ավելի նվազեցնել, քան այլ պետության կազմում գտնվելը, պետության դեմ ուղղված պայքարը մենք տեսնում ենք թե մեդիայում, թե տարբեր քաղաքական գործիչների խոսույթում, թե տարբեր մարդկանց մեջ մցրած ուղեղները լվացման գործընթացում, եւ այդ ժամանակ մենք շատ ավելի ենք ամրապնդվում եւ համախմբվում իրար շուրջ, որպեսզի կարողանանք եւս մեկ շրջափուլ հաղթահարել պետականության պահպանման մեջ։
Եվ երկրորդը, հանուն հանրապետության քաղաքացիությունը նախաձեռնել է ստորագրահավաք Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերելու վերաբերյալ։ Դուք անձամբ կստորագրեք։ Մենք նման օրակարգ չունենք, ես քաղաքական ուժի անդամ եմ, ես կարծում եմ, որ բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունն է, որ կարող է այս փուլում, մանավանդ երբ տեսնում ենք, թե աշխարհը ինչ արագությամբ է զարգանում, ինչպիսի կենտրոնները, ինչպես են հակասությունների մեջ մտնում, այս փուլում բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը, որը բազմիցս ձեր եթերում եմ բացել եւ բացատրել ինչի մասին է խոսքը, ամենա նպատակահարմարն է Հայաստանի Հանրապետության համար։ Շնորհակալ։ Նմանապես։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լիլի Մինասյանն էր։ Ես Ժիրայր Ոսկանյանն եմ, բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին ու նաև Telegram-յան, որի հղումը կգտնեք տեսանյութի մեկնաբանության բաժնում։